Պաշտոնական Մոսկվան կրկին զգուշացնում է Հայաստանի իշխանություններին, Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ն անհնար է համատեղել։ Պաշտոնական Երևանը վաղ թե ուշ պետք է ընտրություն կատարի դրանց միջև Իզվեստիային ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը։ Эти союзы имеют абсолютно разное таможенно-тарифное регулирование и так далее. Да? То есть это абсолютно разные экономические, по сути свои разные экономические блоки. Այս երկու միությունները տարբեր մաքսային կարգավորումներ ունեն, դրանք ըստ էության տարբեր տնտեսական կառույցներ են։ Ուստի հայ գործընկերները թերևս պետք է ինչ-որ փուլում կողմնորոշվեն, որ ուղղությամբ են գնում։ Եվրամիությանն ինտեգրվելու, թե շարունակում են մնալ եվրասիական ինտեգրման շրջանակներում, որը ակնհայտ առավելություններ է տալիս Հայաստանի բնակչությանը։ В рамках Евразийского экономического союза, а это участие дает Армении очевидные выгоды населению Армении. Լրագրողի հարցին հնարավոր է Հայաստանը դուրս թողնվի Եվրասիական միությունից եւ արդյոք Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի մասին Հայաստանի խորհրդարանում անցած ամիս ընդունված օրինագծից հետո Երևանի մասնակցությունը ԵԱՏՄ աշխատանքներին նվազել է, Գալուզինն արձագանքել է. Առայժմ ոչ, բայց եթե Երևանը շարունակի եվրոպական ճանապարհը, հետևանքները չեն ուշանա։ Конечно, если Армения пойдет по пути европейского, так как они говорят выбора, а не евразийского, то наверное... Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ուղով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի ԵԱՏՄ գործընկերների հետ ներկայումս գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների վերանայմանը։ Հավանաբար դա բավական ցավագին գործընթաց կլինի, այդ թվում ցավոք Հայաստանի բնակչության համար։ Մենք որևէ մեկին որևէ բան չենք հարկադրում, բայց թերևս տրամաբանական է ենթադրել, որ Հայաստանի ղեկավարությունը կբացատրի իր բնակչությունը, ինչ կարող է կորցնել երկիրը դուրս գալով Եվրասիական տնտեսական միությունից։ Так логично предположить, что руководство Армении будет объяснять своему населению о том, что страна может потерять, выходя из Евразийского экономического союза. Նախազգուշացնող այս հայտարարություններից առաջ եւ հետո Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը հանգամանալից ներկայացրել է տնտեսական վերջին ցուցանիշները։ Հայաստանի համախառն ներքին արդյունքը վերջին տարիներին տեսանելի աճ է գրանցել ԵԱՏՄ համագործակցության շնորհիվ։ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը նույնպես անցած տարի էական ավելացել է, հասնելով մոտ 12 միլիարդ դոլարի։ Даже сегодня товарооборот Армении из каждой из стран Евросоюза, он в разы ниже, чем с Россией. Նույնիսկ այսօր Եվրամիության առանձին երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը անգամներով ավելի քիչ է, քան Ռուսաստանի հետ։ Էլ չասած այն մասին, որ Եվրամիությունը առանց թաքցնելու թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի ռազմավարական դաշնակից ու առանցքային տնտեսական գործընկեր Ռուսաստանի նկատմամբ։ Ծավալուն հարցազրույցում Գալուզինը Ադրբեջանի հետ հարաբերություններից չի խոսել, չի անդրադարձել Երևանից հնչող քննադատություններին, թե լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Մոսկվան վերջին տարիներին կամ չի աջակցել կամ կանգնել է Բաքվի կողքին։ Փոխարենը Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանը այսքանով հանդերձ մինչև հիմա Եվրասիական տնտեսական միության որևէ կառույցից դուրս չի եկել։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, որի հետ մեզ կապում է բազմադարյա ընդհանուր պատմությունն ու հաղթանակը երկրորդ համաշխարհայինում, որի 80-ամյակը հուսով եմ մենք համատեղ կնշենք, ասել է նա։ Մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին Կրեմլն այս տարի հրավիրել է միայն բարեկամ երկրներին։ Նրանց շարքում չեն օրինակ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան։ Փոխարենը հայտնի է, որ այդ օրը Պուտինի կողքին կլինեն նրա հետ մերձավոր կապերով հայտնի Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Սլովակիայի առաջնորդ Ռոբերտ Ֆիցոն, Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչը։ Արդեն հաղորդվել է, որ այդ օրը Կարմիր հրապարակով կանցնեն Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմին մասնակցող ստորաբաժանումները։ Այդ տոնակատարությանը մասնակցելու Ռուսաստանի նախագահի հրավերը Հայաստանի վարչապետ Փաշինյանը անցած ամիս էր ընդունել։